ներկայանաք։ Ես ընկերության ներկայացուցիչն եմ, հանքաշար ՍՊ-ի ներկայացուցիչն եմ, իրավաբան Մերի Գևորգյան փաստաբան։ Պես ակտիվներին էլ դեմ փոխություն։ Մենք մշտապես որպես օրինապաշտ քաղաքացի, մշտապես ես անձամբ եմ դիմումներ ներկայացրել եւ ստացել եմ թույլտվություն։ Թույլտվություններից հետո 24 թվականին կարգը փոխվեց, օնլայն հարթակի միջոցով եղավ։ Ես օնլայն հարթակով դիմումներս տվել եմ, այստեղ գրած է հաստատված է։ Խնդրում եմ մեծ էկրանով, հետո ես ձեզ կներկայացնեմ, դուք մեծ հարթակով ցույց կտաք։ Հաստատված է, այսինքն ես տնտեսվարողի մոտ այն համոզմունքն է, որ եթե գրված է կանանչ հաստատված է, նշանակում է հաստատված է։ Ես նաև լրացուցիչ ճշգրտում եմ կատարել Գովազդի կենտրոն վարչական շրջանի Գովազդի բաժնի հետ եւ այն համոզմունքով, որ ինձ ասել են դուք խնդիր չունեք, ձեր գովազդները հաստատված են։ Այսինքն եթե մեկ անգամ ինձ զգուշացվեր, որ ոչ, այդ օնլայն հարթակով, որ ներկայացված է 21 թվականից առ այսօր, փոփոխություն է եղել եւ ձեր վահանակները, գովազդի միջոցները չեն համապատասխանում, ես համապատասխան միջոցներ կձեռնարկեի եւ դա նույնպես կներկայացնեի հաստատման։ Դրանից հետո ես ներկայացրել եմ այլ հարթակով գովազդի միջոցի հաստատում, իրեն գրել են մերժում։ Այսինքն, երբ որ մերժում է գրվում, համակարգը ցույց է տալիս, որ այդ գովազդի միջոցը մերժված է, այսինքն թույլտվությունը չի տրամադրվում։ Այն գիտակցման, որ ես ստեղ տեսնում եմ, որ հաստատված է, այսինքն ես որևէ փոփոխություն չեմ արել իմ գովազդի միջոցի հետ, այսինքն 21 թվականից ինչպես որ տեղադրված էր նույն կարգով ինքը շարունակում է գործել, ուրեմն ես այն համոզմունքն եմ ունեցել, որ իմ թույլտվությունները հաստատված են։ Սակայն այս վերջին դեպքերից հետո, հայտնի դեպքերից հետո տեղի ունենում մի այլ կարգի հարձակում, բառից բուն իմաստով հարձակում ու համարում եմ, որ այս ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը եւ անօրինական է համարվում։ Այն դեպքում, երբ ես բազմաթիվ անգամներ խոսել եմ եւ կենտրոն վարչական շրջանի Գովազդի բաժնի հետ եւ խոսել եմ պարոն Առաքելյանի հետ, որը որ հանդիսանում է Երևան քաղաքի Գովազդի վարչության պետ։ Ինչ գովազդներ կան, որոնք արգելվում են օրինակ ցուցադրել այս էկրաններին։ Էկրաններին ըստ օրենքի չի թույլատրվում ալկոհոլային, ծխախոտ, խաղարկության հետ կապված գովազդների ցուցադրում, սակայն մեր կողմից ներկայացված գովազդը որևէ գովազդի մասին օրենքի կետին չի հակասում։ Հակառակը թող ներկայացնի։ Այսինքն անձի հետ է կապված։ Այո, անձնավորված հարձակում է։ Ես բառից բուն իմաստով եմ ասում, անձնավորված հարձակում է։ Այսինքն օնլայն հարթակով հաստատվել է գովազդը։ Կանաչով գրված է, հաստատված։ Դուք գովազդը տեղադրել եք։ Հիմա ինչպես են դա մերժելու։ Գիտեմ, իրենց ասելով պետք է ապամոնտաժեն, եթե մենք չենք անջատում նման գովազդը։ Այսինքն իրենք պարտադրում են, որ մենք մեր իրազեկումը, ոչ թե գովազդ է, բառից բուն իմաստով, իրազեկումը անջատենք, բայց մենք չենք պատրաստվում անջատել։ Այսինքն խնդիրը իրազեկման մեջ է, թե գովազդային բանակի չափերի, չէ, չափի, տեղի։ Բայց մենք հիշում ենք, որովհետև կես տարի 24 թվականից իրենք ասում են, որ օրենքը փոխվել է, ես 24 թվականից մինչև օգոստոս էլ վճարումները ունեմ։ Այսինքն մինչ այդ նորմալ է, իսկ այս վերջին իրադարձությունների հետ կապված մեկ շաբաթում դառնում է անօրինական։ Գևորգյան, թեպետ դուք էլ նշեցիք, որ ամբողջ թույլատրելի է եւ քաղաքական ենթատեքստերը անգամ չէ, որ ինի իրավունք չունեն մերժելու կոնկրետ կետեր կա։ Բայց եթե անգամ քաղաքական ենթատեքստ է, մենք հիշում ենք, որ այս նույն էկրաններին միացված է եղել նաեւ Տիգրան Ավինյանը։ Այո, պարոն Ավինյանի, այո, այդ ժամանակ օրինակ ոնց էր ներշել։ Շատ նորմալ։ Այսինքն որևէ բողոք երբևէ չենք ստացել, որ սա չի կարելի այս գովազդի միջոցի վրա տեղադրել քաղաքապետի լուսանկարը։ Տիկին Գևորգյան, ես ճիշտ հասկացա, այսինքն եթե չլիներ այդ գրությունը, հա, Ազատություն Սամվել Կարապետյանի, հնարավոր է որ մնար նկարներով։ Մնացել է, մինչև այսօր մնացել է։ Քանի օր է որ միացված էր այս գովազդը։ Երևի 2 կամ 3 օր։ Եթե չեմ սխալվում։ Ու սկսեցին այդ տեքստի հետ կապված ենթատեքստերով, զանգերով տեղեկացնել, որ անջատի, այլապես ապամոնտաժվելու է։ Մենք տեղեկացրենք, որ 3 իրավաբանական թիմներ աշխատում քննարկումներ ուներ։ Ի վերջո այդ քննարկումների արդյունքում են որևէ ձևով դուք հաստատությունները հատկապես եթե ունեք։ Չէ, իրենց դիրքորոշման մեջ անկոտրում են մնում, քանի որ նման հանձնարարական ունեն։ Այդ իսկ պատճառով ես կատարողներին եւս չեմ կարող մեղադրել, որովհետեւ կոնկրետ ցուցում ունեն, կոնկրետ ցուցումով մարդիկ ներկայացել են։ Հիմա հրաժարվել եք բոլոր էկրանները պիտի այսպես ապամոնտաժեն, անջատելը հրաժարվել եք։ Մենք չենք անջատելու։
Հիմա տեսեք, դուք ըստ էության նշեցիք, որ ապօրինություն է, հա, տեղի ունենում։ Այո, որովհետև անօրինական չէ, փաստաթղթերով կա։ Ինչ եք պատրաստվում անել, օրենքի շրջանակներում։ Դե պետք է դիմենք դատական պաշտպանության, բայց դե հետագան ցույց կտա, թե ինչպիսի երկրում ենք ապրում, ինչպիսի միջոցներ ձեռնարկել։ Իհարկե ամեն ամիս եւ մինչեւ օգոստոս վճարված է։ Փոխանցել ձեզ գումարը։ Չէ, չեմ փոխանցել հետ։ Այսինքն տնտեսվարողի մոտ հստակ գիտակցում կա, որ իր գովազդները, թույլտվությունները տրամադրված են։ Օնլայն հարթակն էլ ամբողջովին տիրապետում են իրենց կողմից, այսինքն քաղաքապետարանի կողմից է տիրապետվում։ Երբ որ գովազդի միջոցը մերժում են, ես ձեզ կներկայացնեմ, որ այնտեղ հստակ գրվում է մերժված է, այսինքն տնտեսվարողը տեսնում է, որ մերժված է, այլևս այդ գովազդը չի ցուցադրում կամ գովազդի միջոցը չի տեղադրում։ Իսկ մեզ մոտ գովազդի միջոցները հստակ թույլտվություն ներկայացնելուց հետո, հա, քաղաքապետարանի պաշտոնյանին որևէ, այսպես ասած, որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել։ Ինքը ներկայացնում է իր փաստարկները, ես հակափաստարկներով ներկայացնում եմ, որ պարոն Առաքելյան, մենք անգամ հեռախոսազանգով ենք ճշտել, եթե այստեղ գրված է լինում, տեղադրված է, կանաչ է, նշանակում է ձեր գովազդը օրինական կարգով հաստատված է։ Վերջ։ Իսկ այս պահին ասում է, չէ, դա չի համարվում հաստատված։ Այսինքն որ պահին որ պետք է համարվում է հաստատված, որ պահին որ պետք չի, այսինքն փաստերը ակնհայտ ամենաթողություն դրսևորելով ցանկացած ձև կարող են օգտագործել, ինչպես որ իրենց հարմար է, այո։ Ես ունեմ այլ դեպքեր եւ կհրապարակեմ, որ փաստացի կան ինքնակամ կառույցներ, որոնց որևէ կերպ չի արձագանքում։ Այսինքն օրենքը լռում է այնտեղ, որտեղ որ անհրաժեշտ է իրենց, որ պետքա լռության մատնվի օրենքը, իսկ երբ որ պետք է օրենքը գործադրվի, խոսվի, իրականացվի, լռության է մատնվում։ Հիմա այստեղով է աշխատանքները քաղաքապետարանի կողմից համակարգվում է այդ պաշտոնյա։ Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյան։ Համեցեք։ Պարոն Առաքելյան, եթե կարելի է մենք ձեզ հարցեր ունենք։ Այստեղ որ